քվեարկում էին։ Կհաղթի, որտեղ Վարդգիստի Մեխակյանը շատ վստահ է, որ հենց ինքն է հաղթելու։ Կարծում եմ գուշակություններ այս պահին պետք չի անել, բայց մենք եւ մեր թիմը, ինչպես նախկինում էլ հայտարարել են, գնում ենք բացարձակ հաղթանակի եւ օրվա վերջում քվեարկության արդյունքները ցույց կտան, որ մենք իհարկե կունենանք հաղթանակ։ Ընդհանրապես չեմ վախենում, սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից, բայց ինչ որ վախեր, որ ունեմ քրեական գործ կհարուցեն, բնականաբար ոչ։ Հիմա արձանագրվել են որոշակի միայնակ իշխանությունը վերցնել, ինչ եք անելու, ում հետ կոալիցիայի կգնաք, թե Գյումրիի օրինակով եք։ Նման սցենարներ չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպումներ մյուս ընդդիմադիր ուժերը չենք ունեցել, չենք քննարկել, բայց ես նախկինում էլ հայտարարել եմ, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք համագործակցության եզրը կգտնենք այն ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։ Վերաբերալահազանգեր ստացել է թե ոչ։ Ճիշտ ասած, շտաբը աշխատում է, այս պահին տեղեկություն չունեմ, քիչ հետո քվեարկությունից հետո կիմանամ ստացել ենք թե չէ, բայց համացանցում բազմաթիվ խախտումների մասին տեղեկություններ կան, բաց քվեարկություններ, կուտակումներ, ուղղորդումներ, կարծում եմ սա այո, ցուցակներում նախընտրական շտաբն է, սա խախտում է թե ոչ, որ ընտրատեղամասինքից Պաստառներ են տեղամասերի։ Եթե 50 մետրից ավել ընտրական օրենսգրքով տեղամասային կենտրոնից 50 մետր շառավիղը չի պավել, բնականաբար դա խախտում է ընտրական օրենսգրքով։ Գործակցությունի ինչ ձևաչափով եք պատկերացնում, կոալիցիոն իշխանություն կազմելու, թե առավելագույն ձայներ հավաքած տեխնացուին ձայներ ապահովելու տարբերակով։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, ով մեր թիմից հաղթանակ դաշինքից 1 ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքական ուժին։ Մկրտչան է լինի դա։ Չէ, խոսքը վերաբերում է ընդդիմադիրների մասին։ Ինքը շատ ուժեղ ընդդիմադիր է, երեկել հա, պատկերացրեք ԿՊ-ն այնքան շատ է ցանկանում այդ Գյումրի 2-ն ինքը իրականացնի, որ հմեկում բանավեճ էին կազմակերպել։ ԿՊ-ի եւ հանրապետություն էջպյանցնում 2 հոգու հետ տարել էին, նա ոնց որ աշակերտ լիներ ԿՊ-ի տեխնացուն, նա դասատուն, տարել էին, որպեսզի ԿՊ-ի տեխնացուն sense ջղային հանրապետություն կուսակցության տեխնացուն sense ջղային դեմքով ինչ որ բաներ ասի, փորձի ռեյտինգ հավաքի, նույնիսկ ԿՊ-ի հաշվին, որովհետեւ իրենք հասկանում են, որ իրենք պարտություն են ունենալու, այդ Գյումրի 2 որ ասում են, իրենք են ձգտում Գյումրի 2 անելու։ Խաչատրյան, այս քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոցի դուք արդեն քվեարկել եք, ավելին քվեարկել եք բացարձակ ունայնության մեջ։ Հիմա կարելի է ենթադրել, որ երկրորդ անգամ եք գալիս քվեարկության։ Կներեք, որ լրատվամիջոցն է։ Որ դուք ունայնության մեջ եք քվեարկել։ Իհոտ անփառունակ լրատվամիջոցներից եկեք չխոսենք, ես մեր քարոզարշավի ընթացքում իրենց բնորոշել եմ այդպես, մի պա նեղացել էին իմ այդ բնորոշումից, եկել էին մեր քարոզարշավը լուսաբանելու, երևի մոտ 2 ժամ մեզ հետ եղան, այդպես էլ ոչ մի լուսաբանում չտեսանք մեր քարոզարշավից, չկարողացան, որովհետև ստանալ այն, ինչը իրենք ուզում էին։ Նաև իրենք հարցումների արդյունքներ էին դրել։ Հա, փոխարեն Հարցումների արդյունքներ էին տեղադրել ուրբաթ օրը, ըստ որի բացարձակ մեծամասնություն կազմելու է ԿՊ-ն, երկրորդ տեղում իհարկե դուք եք, բայց 12%-ին մոտ եք։ Դա նույնպես այդ լրատվամիջոցներ տարածել, դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղաշաբաթում ցույց տան, որ ձեր ձայնը այդքան էլ կարևոր չի, արդեն իսկ ախորոշված է ամեն ինչ, նույնը արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք լրիվ այլ քվեարկության արդյունքներ։ Նման հիբրիդային պատերազմ են տանում։ Իհարկե վախենում են, իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել եւ ավելի շատ նվազագույնի հասել վաղաշաբաթում Էջմիածին քաղաքում, դա բերել է թե ԿՊ-ի, թե վաղաշաբաթ համայնքի նախկին իշխանությունների գործելավոճից։ Նախորդ ընտրությունների վրա, ինչքան որ մասնակցության մասին մենք տեղեկանում ենք մեր վստահված անձերից, նախորդ 21 թվականի համայնքային ընտրությունները բավականին ակտիվ։ Իսկ Մեխակյանին ընտրելու հարցում ավելի շատ իրենք կընտրեն, թե ԿՊ-ին։ Տպավորություն է, որ փորձում է տարանջատվել ԿՊ-ից, հնարավոր է օրինակ իր կերպարի շնորհիվ էջմիածինցիները փորձեն ավելի շատ ձայն տալ, ասել դե մեր տղան լավ տղա է ընտրել։ Էջմիածնետին ինչ կապ ունի, որ տենց բան ասեն։ Խոշորացած համայնք։ Հա, խոշորացված համայնքին է, բայց ինքը Էջմիածին քաղաքից չի, ԿՊ-ն ամբողջ այս քարոզարշավի ընթացքում իրենք նաև իրենց թիմը ստեղծելուց, հավաքելուց մարդկանց ասում են, որ սա ԿՊ-ի հետ կապ չունի, սա մեր քաղաքի հարցն է, այստեղ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես է։ Կարծում եմ ձայն կհավաքեն քվեարկության արդյունքները ցույց կտա, կարծում եմ այո։ Պարոն Խաչատրյան, ամփոփիչ հանրահավաքին մենք տեսանք, որ ԿՊ-ի հավաքին մասնակցում էին Թալինից եկած մարդիկ, մասնակցում էին այն կեղծ տատույով
դպիրը, Հովանավանքի ակցիայի ակտիվիստները, բայց Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չեկավ։ Ինչ է կարծում, պատճառը որն էր, չէր ուզում Մեխակյանը, որ ասոցացվեր Փաշինյանի հետ։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվել էր գալու, որովհետև առավոտից այդ օրվա հանրահավաքի մեր ոստիկանության բաժնում ամբողջությամբ այդ սև բերետավորներն էին, կարմիր բերետավորներին ավտոբուսներով բերել էին, պատրաստվել էին, ուղղակի երևի թե զեկուցել են, որ մարդ չի գալիս հանրահավաքին վաղաշաբաթի չկա, միայն Օհանավանքի ֆեյք պատարակի մասնակիցներն են, այստեղ էլ է լինելու ֆեյք պատարակ, այդ ֆեյք դպիրների ատամնաբուժերի մասնակցությամբ երևի դրա համար չի մասնակցել։ Խաչատրյան Լևոն Քոչարյանը ձեզ մեքենա է նվիրել։ Ոչ, չի նվիրել։ Սկզբից ասում էին, սկզբից ասում էին 50 միլիոն դրամ են տվել, հետո ասեցին Lexus մեքենա են նվիրել, այն դեպքում երբ որ ես Lexus մեքենա ունեմ, առել եմ տարուկես առաջ, ամբողջ թղթաբանությունը կա, կարող ենք հրապարակել։ Հետո ասեցին, որ S-կլասի Mercedes, ինձ թվում է այսօր եթե քվեարկության արդյունքները մեր կողմից լինի հաղթանակ դաշինքը, հաղթի չէ, կարող է ասենք Bentley լինի կամ Rolls-Royce։ Իսկ այդ Lexus-ը իրենց սալոնից է տարել։ Երևան Toyota-ի Lexus-ի սերվիզից։ Ուրիշ սերվիս չգիտեմ։ Բայց եթե դուք ունեք գալու եք ձեզնից առնել հաստատ։ Եթե ԿՊ-ի այնուամենայնիվ հաղթի ընտրություններում պատրաստ եք շնորհավորել։ ԿՊ-ի տեխնացու ինչին շնորհավորեմ, ընտրություններին մրցակցին հաղթանակի դեպքում շնորհավորում են ընդհանրապես յուրաքանչյուր պայքարի մեջ, շնորհավորում է, եթե արդար եւ ազնիվ ա եղել պայքարը։ Անարդար պայքարի դեպքում ես չեմ պատկերացնում ընդհանրապես շնորհավորել, որովհետեւ դա նախ չեն հասկանա մեր TV անդամները, չեն հասկանա մեր ընտրողները, որովհետեւ այդ խախտումները, այդ անհավասար պայմանները, վարչական եւ իշխանական ռեսուրսի կիրառումը տեսել են բոլոր վաղաշաբաթցիները, տեսել են բոլոր քաղաքական ուժերը։ Անարդար ռեակցիա լինելու ընտրություններ այսպես։ Անարդարիցի արդեն անարդարացի են ամբողջ քարոզարշավը։ Ինչի՞ մասն է խոսքը, այո, վարչական ռեսուրսի կիրառում բարեկամներին եւ միայն իմ բարեկամներին, չէ, մեր թիմակիցների բարեկամներին, այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք իմ ընկերոջ Քենուն են դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իրա փեսան իմ ընկերն է։ Հասել են այս մակարը Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել։ Մաշտոցի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնից։ Հրամանով ազատել են։